Գործարար ալիքին եք միացել, հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, 106 եւ 5 հաճախականությամբ ուզում եմ հիշեցնել, որ եթե չհասցնեք հաղորդումը ամբողջությամբ լսել, կարող եք թվային հարթակներում եւս դիտել այն։ Այս պահին թարմ ուղեղով իմ զրուցակիցը, ում հրավիրել է մեր տաղավար, Թևան Պողոսյանն է, մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը, բարև ձեզ։ Պարոն Պողոսյան, շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք, ինչպես միշտ թեմաները ծանր են, քանի որ դուք Գյուղատնտեսությանը նաև մոտ կանգնած անձնավորություն եք, ես կուզեմ, որ մենք այդ մասով էլ քննարկում ունենանք, քննարկվում է այն հարցը, որ ինչ է լինելու, երբ հայ-թուրքական սահմանը բացվի, գուցե մենք դրա մասին խոսել ենք, բայց քանի որ կարծես թե ժամանակները դրանից հետո փոխվել են եւ մենք ավելի մոտ ենք կանգնած այդ իրադարձությանը, ձեր գնահատականը կուզեմ իմանալ, արդյոք մեր գյուղատնտեսության ոլորտում դժվար ժամանակներ են լինելու, թե հակառակը, ինչպես հաճախ իշխանություններն են պնդում։ Մանջան, շատ լավ սկսել եք, դամար նույնիսկ կրիչ չարեցի, ասեմ բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Հերթական անգամ ձեր հետ զրուցելու եւ ձեր հարցերին պատասխանելու։ Իսկ բուն իմաստով ասեմ, մեր գյուղատնտեսության ամեն ինչը, եթե վերցնենք ունենք, կախված են շատ ու շատ երևույթներից եւ ոչ միայն բաց սահմանի կամ փակ սահմանի։ Իսկ ամենաառաջի կետը գալիս է սպառողի գիտակցված ընկալումից։ Ուտելու եմ հայկականը, թե էժանը։ Հիմա պատկերացնենք դիցուկ Թուրքիայի սահմանը փակ է, բայց մի այլ երկրից վերել են եւ օրինակ, ասենք 10 դրամով լոլիկ եմ մցրել։ Ես գնալու եմ 10 դրամանոց այլ երկրից վերած լոլիկը գնեմ, թե գնելու եմ հայկականը, որտեղ մեր հայկական հողի վրա է։ Գյուղատնտեսությունը, եթե չունենա սպառման շուկա, հնարավորություն չի ունենալու զարգանա։ Կաթնամթերքը հայկականն եմ օգտվելու, թե դրսից եկածներն եմ օգտագործելու։ Սա ամենաառաջի կետն է, որտեղ եթե այդպես նայեք, կան պետություններ կամ ազգեր, որոնք ունեն, միգուցե դրա մասին քարոզել չեն անում։ Ես այնքան գյուղատնտեսության հետ կապ ունեմ, ինչքան որ գինի արտադրության բանով, համար օրինակ գինու օրինակի վրա բերեմ։ Պորտուգալիա, եթե նայենք, այսօր դրությամբ աշխարհում ամենաբարձր մեկ մարդ տարեկան այսքան լիտր գինի սպառման իմաստով ամենաբարձր երկիրն է։ Դրա հետ միասին ամենացածր ներմուծման երկիրն է։ Ոչ թե նա պատճառով, որ չեն խմում գինի, այլ պորտուգալացին ունի այդ ընկալումը, որ ես խմելու եմ իմ պորտուգալական գինի։ Չէ՞ որ աշխարհում չկան այլ հետաքրքիր գինիներ, որ ներմուծում չանեն։ Եթե նայեք, վրացիներն էլ ունեն այդ երևույթը։ Իրենք շատ են սիրում վրացական գինի խմել, դրա հետ միասին նույն վրացական գինից նույն ձևի շատ արտահանում են, բայց ներմուծման իմաստով շատ կոնսերվատիվ ու պահպանողական։ Մենք ասենք ասենք Թուրքիան վերցնենք, որտեղ թշնամական է եւ հասկանալի է, որ այս պարագայում ոչ թե պարզապես լինելու է, որ վայ գնացինք Թուրքիայից ինչ-որ մի բան բերեցինք, այնց թուրքերն են փորձելու տնտեսապես գրավեն Հայաստանը։ Այստեղ հարցի մեջ կան տարբեր կոմպոնենտներ, եթե մենք պարզապես պետք է սահմանները բացենք եւ եթե օրինակ, չգիտեմ, Ռուսաստանում խոզի միսը այնքան էր աճել ու շատացել, որ նույնիսկ կենթանի խոզերն էին, չէ՞, բերում այստեղ բանանում եւ մեր գյուղացիներին հարված հասցրեցին։ Հիմա էլ կարծեմ։ Միջև ինչ որ սահմանափակումներ վերեցին, դրեցին, որ չլինի տես, որ մի քիչ մեր գյուղացին կարողանա ապրել։ Օրինակ, որ նայեք, այս ճշնամական գաղափարի մեջ չէ միսներ եւ այլն, հա, եթե բան։ Բայց դու պետք է հասկանաս, որ եթե չի կարա երկիր գյուղատնտեսություն ընդհանրապես չունենա եւ չկարողանա ինքնա սեփական անվտանգության տեսակից, հա, իր նաեւ սննդային անվտանգությունը ապահովել, միշտ կախվածության մեջ լինի ներմուծման բանալով։ Բայց դա անելու համար դու պետք է քայլեր ձեռնարկես։ Օրինակ նույն Թուրքիան, եթե տենց նայեք, ունի մի հատ շատ հետաքրքիր երևույթ։ Ինչպես են համոզել։ Պաների շուկայի համար, հարկը ներմուծված պաների համար 150% է, որ իր գյուղացու օգնի եւ մարդկանց մոտ ավելի շատ այդ բանը։ Հիմա արդյոք վաղը սահմանը բացելուց մենք անելու ենք այս բաները, որտեղ հասկանալի է միայն մասշտաբի իմաստով Հայաստանի շուկան եւ ցանկացած մեծ շուկա,
Ռուսաստանը կլինի, Բելարուսիան կլինի, Ղազախստանը կլինի, թե նույն ձևի ասենք Թուրքիան, որ կարողանա մեր գյուղացումը։ Հատկապես եթե մնացած տեղերը ազատ են, կա արտադրել ենք մեր մաչելի է, քանակի իմաստով ավելի մաչելի է ստացվում, խնդրեմ կարող եք վերցնել, ապա Թուրքիայի կողմից լինելու է վարկագիծ, նույնիսկ մի բան էլ թուրք մարդկանց երևի կառավարությունը սուբսիդավորում կանի, գնացեք գրավեք, որ ամեն ինչ լինի թուրքական, որ Հայաստանի վերջը sense ասած տանք նաև գյուղատնտեսության իմաստով։ Բայց Հայաստանի շուկան փոքր է, կարծում եք Թուրքիայի համար այդքան մեծ նշանակություն ունի։ Թուրքիայի համար Հայաստան պետության գոյություն չլինելն է նշանակություն, ինքը այդ պետությունն է վերացնելու է որտեղ կարողանա ուժով, որտեղ կարողանա տնտեսության, որտեղ կարողանա ֆինանսապես, որտեղ կարողանա բարոյահոգեբանական կրթության արժեքային դաշտում, ասենք իջներ ձեր զարմացնում։ Ինչ կապ ունի Հայաստանի փոքր ու մեծը։ Իր համար գլխավորը հայերը չլինեն։ Իսկ ինչ պիտի այս դեպքում անի պետությունը, որպեսզի այդ գրավման process-ը հնարավորին թույլ լինի, չազդի, ակնհայտ է, չէ, եթե լոլիկը կրկնակի էժան մտավ Հայաստան, մարդիկ չեն մտածելու հայկականը, թե թուրքականը, շատ քիչ տոկոսը հավանաբար այդպես կմտածի, որովհետև սոցիալական վիճակն էլ ստիպելու է շատ հաճախ, որպեսզի նախընտրի էժանը, ու այնտեղ շուկաներում գրած չի լինի թուրքական, հայկական, չգիտեմ, նայելու է արժեքին, ասելու է էժանն է վերցնում։ Դե համար ասենք պետությունները մտահոգվում են իրենց անվտանգության իմաստով, սկսում են գործիքակազմեր օգտագործել։ Ոնց անեն, օրինակ, որ նես չէ, որ Ռուսաստանում կոնյակը չի սպառվում, բայց քանի անգամ եղավ դեպքեր, որտեղ ինչ որ նույնիսկ մեկ լաբորատորիայում ստուգել են եւ պարզվել էր կոնյակը ոչ թե խաղողի սպիրտից է պատրաստված, այլ բաներից եւ արգելվեց գնալ եւ այլն։ Առաջինը քո ինստիտուտները պետք է բոլոր անվտանգության իմաստով սննդային ճիշտ աշխատեն, բացի դրանից օրենքները այնպես պետք է գրվեն, որ հայ գյուղացին հնարավորություն ունենա արտադրելու։ Իսկ նրանից բացի քաղաքական ճնշումներ դուք նկատել եք, թե լիարժեքորեն իրականության հետ կապ ուներ այդ ամենը։ Կոնյակների մասով որ արգելվեց, ինչ որ բաներ քաղաքական ճնշումները չեն օգտագործում չեղած բաների վրա։ Դե հենց դրա համար էլ փնտրում են, բայց այդ գործիքը օգտագործում են այն պահին, երբ որ պետք է։ Քաղաքականը դա է, որ ես քաղաքականության իմաստով եմ։ Թե ամեն ինչի վրա են օգտագործվում։ Թե օրինակ ասենք նույն Եվրոպան չգիտի, որ ինքը գնում է ռուսական գազ, բայց Ադրբեջանի անունով։ Դա քաղաքական ճնշում է, թե քաղաքական կույրություն է։ Ուրեմն, եթե խո եկել ենք հանդիպենք, խոսենք ազնիվ ու ճշմարիտ, դե հասկանալ դեպքում։ Հա, դե եթե հասկանալ է, ուրեմն իմացեք պետությունները հենց դրանով են պաշտպանում։ Այն Եվրոպային, որտեղ պետքա, պաշտպանում են, այն Եվրոպային, որտեղ պետքա նոր գործիքակազմեր են մտցնում, որ սեփական գյուղացիներին օգնեն հողի վրա աճեցնեն, որովհետև դա այն է լինելու, որը առնվազն եթե ինչ որ մի դեպք պատահի, դու քո տարածքում ունենալու ես ապրանք։ Հիմա երբ որ ասում են մենք, չգիտեմ, կախվածություն չունեն։ Ո՞վ ասում։ Այսօրվա գործողները ասում են, սենց անկախ չենք եղել։ Ես ուզում եմ հասկանամ, եթե առաջ Արցախից մենք ցորենը առնվազն բերում ենք եւ 60%-ը մեր հացի ապահովում ենք։ Մենք այդ ժամանակ ենք ավելի քիչ կախված, թե երբ որ դու ներես մուծում, ասենք, մոտ 80-90-ը, որտեղ Հայաստանում չկան այդ դաշտերը, որը կապահովեն քո ցորենը։ Հիմա նույնը վերաբերում է մսին, նույնը վերաբերում է շատ ու շատ բերքերին կամ հողի վրա աճած գյուղատնտեսության։ Եթե 80%-ը մենք ներկրում ենք։ Դե հիմա տեսեք արդեն ինչ կախվածության մեջ ենք ենք։ Իսկ գնալով արդյոք եղանակային պայմանները օգնելու են, որ ավելի շատ հող մշակենք, թե հակառակը եղանակի եւ ջրի սակավության պատճառով դառնալու է անհնարին շատ հողերը մշակել։ Իսկ եթե փորձեն մշակեն եւ գիտակցեն, որ ջուրը բերելը այստեղ բանա, նոր տեխնոլոգիան օգտագործելը գումարը ավելացնում է սամ եւ արդեն անհնարին է լինելու մատչելի ապրանք ստանալ, ոնց պետք է անենք, որ կարողանանք միևնույնն է մեր ապրանքը օգտագործենք, որովհետեւ ցանկացած ներդրում որ անում ես, ինքը ժամանակի ընթացքում երբ որ այդպես ասած գումարները վճարվում են հետ, քո ինքնարժեքները նվազում են։ Այն ցանկացած նոր բանը, որ մարդիկ դնում են, հա, նոր, ասենք, չգիտեմ, այդ ջերմոցային համակարգերի վրա, առաջի տարվա ապրանքը չի կարող մաչելի լինի։
որովհետեւ գումարը դրվել, որի մասին այդ բիզնեսը պետքա հետ վերադարձնի, դա պետքա ներառվի ինքնարժեքի մեջ։ Բայց պատկերացեք մի քանի տարի հետո այդ ներդրումները վճարված են, հəլևս ինքը այդ կոմպոնենտը իմաստ չունի տնելու եւ կարողանում է ավելի շատ արտադրելով նվազեցնել գինը, որովհետեւ չկա այդ բան, որովհետեւ գինը, եթե ազնիվ ենք խոսում, ձևավորվում է այդ բոլոր ծախսային բաների վրա ինքնարժեքից։ Ինչի է ստացվում ուրիշների մոտ մատչելի։ Մասշտաբը մեկ, երևույթները, որ շատ բաները ժամանակին են եղել արված եւ այլևս շատ տեխնիկական կոմպոնենտների հայտ ներդրումների կատարված տոկոսների, վարկերի եւ այլն վճարված են, մարդիկ կարողանում են այդ երևույթները հանելով ինքնարժեքը նվազեցնել։ Եթե այս ամեն ինչը բացատրվի, բայց մարդիկ ասեն, որ այո, հայ արտադրողը հոգատար է եղել, որակով այնքան լավ է սարքել, որ ինքը միշտ լինելու է ավելի առողջարար եւ ավելի ճիշտ, այդ գաղափարն էլ պետք է տարվի, որ մարդիկ գտնան եւ ձգտեն հայ գործը։ Ինչի օրինակ ասենք, մեկ բառան ասում եք, այսքան ծիրան ենք արտահանում։ Չէ՞, ինչի որ հայր ուտեն այդ լավ հայկական ծիրանը ված կլինի։ Նա այսքան կարծում, մեկ խոսում ենք, այո, դա բիզնեսին պետք է։ Բայց արդյոք մեր շուկայի համարներ չի լինում, որ մեկ էլ գալիս է սեզոններ, որտեղ ծիրանը ներամուծում։ Կամ նույն կարտոֆիլի խնդիրը, կամ նույն մսերը։ Ունեցնենք այդ ամեն ինչը։ Այստեղից էլ գալիս է, որ մեր կյանքի անվտանգության կոմպոնենտը ոնց սննդի անվտանգություն, որը դու պետքա երկար մտածես։ Հիմա նույնիսկ եթե այսօր ես կարողանում եմ ինչ-որ մի բան անել, մի քանի տարի հետո եղանակային պայմաններով կլիմային փոփոխություններով եթե չանեն, մեր երեխաները եւ թոռները եւ կորները ինչ են անելու։ Ստիպվածներ են մուծելու։ Ինչ լավ երկիր ենք իրենց նվիրում։ Ամբողջովին ընկնենք կախվածության մեջ ուրիշների քմաճուկներից։ Այ հիմա դուք խաղաղագործության մեջ եք ավելի հմտացած ու ձեր աշխատանքները դրսևորում։ Ես ձեզ հմուտ եմ համարում ամեն դեպքում, իմ գնահատականը թող դա մնա։ Ձեզ պետության կողմից ինչ աջակցություն պետքա տրամադրվի, որ դուք ավելի այսպես հարմարավետ միջավայրում կարողանաք այդ գործունեությունը ծավալել։ Նայ, քաղաքականության տարբեր օրինակ Վրաստանը այդ իմաստով շատ հետաքրքիր մի հատ բան է մշակել ծրագիր, երբ որ քննարկում ենք։ Եկել է ասել այս տարածքում այս տեսակի խաղողներ են լինելու, եւ եթե դու համաձայնում ես, ինքը քո համար դաշտն է պատրաստում, գումարները տալիս է, շպալերը առնում է, ամեն ինչ անում է, խաղողի տնկիներն է տալիս է, ու ասում է այսքան պետք է արտադրես, այստեղ էս բանել։ Մեր մոտ ամեն ինչ թողված է գինեգործի կամ խաղողագործի կամ այդ մարդկանց կամ ժառանգություն են ստացել ինչ-որ դաշտեր պահում են, կամ այդ բրենդն է կամ ֆիրման է որոշում, որ տարածքում ինչը անի, առանց ուսումնասիրում։ Եթե մի քիչ խոշոր ես բռնացնում, ինչ-որ սուբսիդիա ծրագրեր կան, որոնք աստված գիտի ինչա։ Ես քանի որ օրինակ Նռնենի դաշտը ընդամենը կես հեկտար է, եւ չեմ ցանկանում այլ արմատի վրա ստիպված ամեն տարի թեթև այդ եմ անում, որ բերք ունենա, որ գինին կարողանամ արտադրել եւ այլ արմատով չանեմ։ Յուր արմատով աճացում է։ 3 տարի կուտակելուց հետո արմատները անցած գարուն այս կարողացել եմ կես հեկտար ինքս նույն ձևի ավելացնեմ, հուսով որ մի 5 տարի հետո ինքը կլինի նորմալ դաշտ իր բերքով ամեն ինչով, հետո կտեսնենք ինչ է։ Ինքը հեշտ գործ չի, որովհետեւ երբ որ աշխատում ես այն սորտի հետ, որը կորացել եւ փորձում ես վերացնել, ինքը դանդաղ հանդիրա լուծում։ Բայց դրա հետ միասին բերում է իր բանին։ 3 հեկտարից քիչ է ոչ մի ծրագիր չկա։ Այն էլ ժամանակին այդ 3 հեկտարանոց ծրագրերի մեծ մասամ գաղափարը գալիս էր միջազգային դոնորներ, USAID-ին, թե դե հիմա այդ մասով սահմանափակումներ։ Հիմա դա էլ չկա։ Իսկ պետությունը փոքր տարածքների վրա ոչ մի օժանդակություն ոչ մեկին չի տալիս։ Մեծ բաների, պետք է խոշոր։ Բայց պիտի փոքրին տալ, որ մեծանա, չէ։ Դե այդտեղից նայեք, դա եմ ասում, քաղաքականություն, մոտեցում անել։ Վրաստանը երբ որ դանում է, ինքը նաև տեղականում է, ասում է, ես եմ ասել, որ այս տարածքում միայն օրինակ այս սորտը պետք է աճի, ինչ որ մի սորտ։ Ուրեմն ինքը տեղականգնել, որ այդ սորտը նաև ստացած գինին վաճառվի, որտեղ ինքն է քեզ ասենց ասած պայման դրի քո արժևեկման։ Եթե պայմանին չես համապատասխանում, ախտը գնա ինքդ գլխի ճարը տես։ Բայց մեր մոտ ոչ են կա։ Որտեղ ոչ էլ նախարարություն կա։ Գեորգ Պապոյանը օրինակ վերջերս
ասում էր, որ դա բառախաղ է, նախարարություն կա, թե չկա, որովհետև աշխատանքներ ամեն դեպքում տարվում են, էական չէ, գյուղատնտեսության նախարար անունով կա, թե չկա։ Ոնց է այդ հարցին։ Քաղաքական պատասխանատվության լղոզելու լավագույն օրինակը։ Այդ ժամանակ էլ ինչ են կոչում էկոնոմիկա, ֆինանսներ, առողջապահություն, բանսաստանից գալեր ինչ-որ մի հատ ծրագրերում արդարադատության մեջ կարելի է մտցնել մարդու իրավունքների շրջանակներում, որ Հայաստանում դրված է սահմանությունը, որ դու սոցիալական պետություն ես, ուրեմն արդարադատությունը ապահովելու համար թող սոցիալական նախարարության ամբողջ գործիքակազմը իրականացնի։ Դե որտեղից ինչ են պետություններում կոնկրետ նախարարություններ անում։ Ինչ են ու կոնկրետ այդ նայեք որևէ նախարարության մի բանը ոչ միայն զարգացման ծրագրերի մեջ է, այլ նաև պայքարն է թե այդ զարգացման մեջ ոնց եմ ես իմ բաժնի համար եթե չկա մեկը որ վերջնական երբ որ բյուջեն քննարկում են ի վերջո դա է գլխավոր օրենքը կռիվ տա որ այսքան գումարի համար ինձ պետք է գյուղատնտեսությունը որ լինի այդ խոսքը մի օր չի կորել որտեվ ամեն նախարարություն իր վրա չէ փորձում կաշի որը բնական է տենց է տանել է բյուջեն ձևավորած շատ են չես սիրում ընտանեկան բյուջեի թանում ամեկը ձգտում է մի երեխան ասում է ես եմ ուզում սովորեմ մյուսը այնա ուզում սովորի ամեկը մտածում է որ ումն է առաջնորդության խնդիրը ինչն ենք այսօր առաջինը անելու որն ենք անելու ինչն ենք անելու ոնց երկարատև ծրագիր ինչն ենք կարճաժամկետ անելու բայց այդ սեղանի շուրջ պետք է լինեն այդ մարդիկ որ դրա մասին խոսեն ու ասեն առանձին մշակեն եւ կրեն քաղաքական պատասխանատվություն ցանկացած բան որը այլևս չի կրում մեկ քաղաքական պատասխանատվության խնդիր այդ ոլորտը ուշ թե շուտ սպառվելու է եւ գնալու է ամենացածր կարգավիճակի եթե տունը որը մեկը չի կրում մաքրության պատասխանատվությունը ինչ անելու այդ տան վատ վիճակ է լինելու Դա ձեզ պատասխանը ինչ եմ ասում որ դրա համար են կոչում չէ որ կառավարությունները իրենք քաղաքական պատասխանատուներն են հենց այդ իմաստով որ այս ամեն ինչը բոլոր տեսակներից կետներից նայեն հիմա բայց կարևոր է չէ պարոն Պողոսյան որ այդ պատասխանատվությունը չթողնել միայն այդ անձանց վրա այսինքն անհատապես յուրաքանչյուրը պիտի կրի այդ պատասխանատվությունը անկախ պաշտոնից այ մի անգամ ինձ մի զանգ է գալիս որ այ մենք նախարարությունից ենք ինչ որ սոցհարցում ենք անում Այս սոցհարցում այդ բաների մասին էր դաշտեր կմեծացնեք չեք մեծացնի գործանը կմեծացնեք չեք մեծացնի մի ինչ-որ կետում ասացի կներեք էլի դուք հասկանում եք ու մեկ զանգի ձեր իմաստով ասենք դե մեկ զանգում ենք գինեգործներին որ հարցնենք ասում ո՞նց է ձեզ թվում ես ունեմ հնարավորություն բիզնեսս լավ աշխատում է դուք ինձ օգնել եք հա այնպեսի պայմանների կարը որ դա օգնել է գրանցել է զարգացել է հատկապես որ յուրահատուկ սորտի հետ եմ աշխատում տարբերվող է որ Հայաստանի գինեգործության ցանկի մեջ խաղողների բանով բազմազանության բանի մեջ լինելու ստեղծել եք սաղ պայմանների ես պետք է մտածել բանը ու ինձ զանգում եք թե ձեզ ինչ է պետք որ դուք ընլայնվեք եթե բիզնեսմենի համար պայմաններ ստեղծել են ինքն է ընլայնվելու ու ինքը լավ է իմանալու որտեղ ընլայնվի որտեվ որևէ մի գործարար կամ մարդ ով որ աշխատում է չի գնալու չընդլայնման փոքր մնալու կամ վերանալու այդ ձգտումը բոլորը ունեն որտեվ ցանկացած բիզնեսի հիմքում ամենասկզբից դրած է երազանք ինչ եմ ես երազել որ որոշել եմ այս բիզնեսով զբաղվել իսկ երազանքի հետևից գնալուց դա նշանակում է անլայնվել հնարավորություններ անել այսօր պետությունը պետք է ոչ թե մտածի կընդլայնվեք թե չէ ու այդ փծիճկեն դնի հարցը հա արդյոք այս տարի որոշել եք ընդլայնվել պետք է հարցնի ինչ կցանկանաս որ ես անեմ որ դու այս տարի կարողանաս ընդլայնվես բայց եթե հարցերը այդ ձև չեն դնում ասենք ինչն են ինչ պատասխան պետք է անցալել սուրճի բաժակն եմ նայելու խմելուց հետո որոշեմ այս տարի եմ ընդլայնվում թե չէ մատից պետք է հոտ քաշեմ թե որտեղ ինչ պետք է լինի որ կարողանամ ասել շուկան պետք է աշխատի իսկ մեր շուկան կներեք շատ տատանող է ռելոկանտները եկան ինչ-որ աճ եղավ ռելոկանտները գնացին Արցախից մազապուրդ եղած ցեղասպանության ենթարկված մարդիկ եկան թիվը նույնն են ասում հա վաղտ ասում են 120,000 եկել են 100-ը գնացել են Արցախից 120,000 եկել են 20,000-ը 30,000-ը գնացել բայց թիվը մոտավորապես բայց տարբեր չէ մարդիկ են ռելոկանտները եկել են գումարները գրպաններում
ամեն ինչ այնքան թանկ նստեց, որոշեցին որ գնան այլ մատչելի տեղեր ապրեն, արցախցիները եկել էին առանց մի կոպեկ գումար։ Հիմա ասենք հասկանալ չի որ դա մենակ պարզ թվով չի բնակչությունը ինչքան է։ Մենք շատ ենք սիրում պրիմիտիվացնելու շատ հարցերը կամ ինչի ես օրինակ պարզ օրինակով բերեցի Թուրքիայի սահմանը բացա թե փակը։ Պորտուգալիայի սահմանները բաց են։ Իմիջիայից ասեմ որ ամենասկզբի ժամանակ էլ եթե նայեք թուրքական գյուղատնտեսությունը շատ արագ չմտավ վրացական շուկա կամ չկարողացավ ոչ թե չէր փորձը այլ վրացիները ունեն վրացական գինու հետ միասին վրացական պանիրն ու կանաչին նախընտրել։ Համապարփակ անվտանգության մասին երբ խոսում են գյուղատնտեսության այդ կոմպոնենտն էլ կարծում եմ շատ կարևոր է ներառել։ Դե բնականաբար պետքա լինի որ չէ այդ իմ վարկագծային բանով։ Երբ որ ես ամեն ինչի էժան եմ գնում որտեղից եմ առնելու անորակ չէ ասենք ցանկացած ապրանքի վրա եթե դու ջանք ես ներդնում որ այդ ապրանքը ձևավորվես որակյալ լինի ինքը ուրեմն պարզապես չի կարա կոպեկը լինի որտեղ իր վրա ջանք ու եռանդ ու ինչ-որ տեխնոլոգիաներ են ներդրված այլ ժամանակին վերահսկելու բան անելու ինչի հայկական ապրանքները այսօր ավելի մատչելի չեն շատ քան թե շատ բաները Եվրոպայում բայց ինչի չեն որ եվրոպական շուկա մտնում որտեղ մարդիկ ստուգում են ասում են դու ո՞նց ես այս process-ները բայց հարցեր կան որ դու պետքա որոշես եթե դու տարածք չունես որ մասշտաբ ապահովես չինականի նման ուրեմն դու այլ մի էլեմենտի վրա պետքա զարգ տաս այլ էլեմենտը կամ այլ կոմպոնենտը լինելու է որակը նեք հայկական գինե գործությունը չի կարա գնա մասսայական բանը ոնց օրինակ մունքը չի կարա Հայաստանում մասսայական շուկայի գինի լինի որտեվ չկա այդ խավը նենց է հայկականը ընդհանուր վերցրած աշխարհում չի կարա մասսայական լինի որտեվ ոչ Նոր Զելանդիայի ոչ Արգենտինայի ոչ Ֆրանսիայի ոչ Իսպանիայի ոչ այլ երկրների խոշոր մեծ ոչ դաշտերը չունեն մրցելու հնարավորություն չկա ահա ուրեմն պետքա գտնեմ թե ինչի վրա պետքա մրցեմ ոնց պետքա իմ պատկերացմամբ հայկական գինու հենց գաղափարը գնա իր պատմության մեջ յուրահատուկ տարբերվող ունիկալ Արարատյան այդ դաշտի արևով ու ջերմությամբ լցված կամ ինչ-որ Հայաստանի այդ բանով որակյալ բայց ոչ թե մաս շուկայի այ ասենք պրոֆեսիոնալ կամ չգիտեմ գինու սիրարների բուտիկային մակարդակի այդ որակի մեջ սեգմենտում պրեմիում սեգմենտի շրջանակներում բոլորի իմաստով եթե սա գիտակցվում է ուրեմն պետքա այդ իմաստով ներդրումային բան անեն մարդկանց ասեն դուք զարգ տվեք որակով ստեղծելու ես քեզ կօգնեմ միջազգային շուկաներում դուռ բացելու ես քեզ կգնեմ բայց հենց մի տարի լավ շուկայական չգիտեմ երևույթներից ամեն ինչ լավ զարգում է պետական օգնությունը գալիս է մենք փոքրերին էլ չենք օգնում կամ դե հենա գումար եք աշխատում ինքներդ ձեր ցուցահանդեսները գնացեք մասնակցեք այս տեսակի մոտեցմամբ մենք ոչ թե օգնելու ենք մի բանը զարգանալ այդ նույնը վերաբերվելու է շատ ու շատ ոլորտներին հələ ես գինուց եմ մի քիչ այտենց մեջն եմ դրանից եմ բայց ինչի պահանջագործությունը նույնը չի ինչի մնացած դաշտերի խնդիրներն են ուրիշ լինելու եթե վերաբերմունքը տենց է մի ոլորտին բոլոր ոլորտներին են վերաբերմունքը հավասար լինելու այստեղ ունենք խնդիր եւ այդ խնդրի մեծ մասը իմ պատկերացնում է որ մենք պետք է այդ երկու բանը ասենք առաջինը մեր հայկականի ճիշտ ներկայացնում հա որ նայեք մի քանի անգամ եղել է չէ ուտենք մեր ասենք խմենք մեր օգտվենք մեր շորերից ճշնամիներ բայց ինչքանով է դա օգնել նես չի որ օրինակ փորձ չի եղել բայց այդ փորձի վրա այդ դասեր քաղվել են թե ինչից սա չի օգնում որ մի ամիս հետո էլի նորից մարդիկ մի անգամից տեքվում են գրում են անհասկանալի անստուգելի հետևության իմաստով անորակ ապրանքների ձեռքբերման դա ասենք հիվանդությունները որ այսքան տարածվում են հասկանալ չի որ դա նաև սննդի խնդիրն է նույն երեխաների կերերի իմաստով կամ այո ինչ-որ այդ ժամանակի ընթացքում հիմա օրինակ ասենք Երեմյանները նայեք մեծ ներդրումներ են արել զարգ են տվել այդ դասի կաթի համար աշխատում են հիմա բայց մեծ մասը ինչքան է լինում որ կողքից նստած տեղը լսում ես գնանք ադե Երեմյանների կաթը թանկ է մենք այդքան նույնիսկ ասելով մարդիկ չեն հասկանում որ այս մեկն է պետք է լինելու էլի գնում են ինչ-որ ավելի մատչելի տարբերակներով բաներ են անում հետո թե կլինի թե ոչ բանը բայց դա էլ պետք է հասկանալ
որ մեր մոտ խոշորները չեն կարող շատ անեն։ Ուրեմն պետք է տնտեսության մոդելը այնպես անել, որ միգուցե 1, 2, 3 խոշորի շրջանակներից հետո պետք է դու ամբողջովին օգնես միայն փոքրներին ու այդ մարդիկ դրանցից ցանկացած մի խոշոր դառնան։ Հայաստանի բնակչությունը եթե չի ավելանալու այս տարածքում մեր բանը, հա, որտեվ ցանկացած մի այլ ֆիրմայից որ դառնում է խոշոր, ինքը մնացածին կամ մենք պետք է հասկանանք, որ Պարետոյի պրինցիպով այս դաշտի մեջ պետք է ճիշտ բալանսավորված մոտեցումներ անենք։ Կամ ու դա մեջ պետք է լինի հետևյալը, ոչ թե մի դար խոշոր։ Այն հենց որ դառնալու ես խոշոր, ես քո հետ միասին գալու եմ դռները բացեմ դրսի համար, որ քո արտադրանքդ ոչ թե Հայաստանի շուկային վնասի, այ կարողանանք գնանք դուրս։ Բայց քանի խոշորի հետ է Հայաստանը գնացել, ասել եկեք ձեր ապրանքները տանենք դուրս, թող փոքրները Հայաստանի շուկայում աշխատեն։ Այս այլ է մոտեցումներ, հա, նես չի որ չկան լուծումներ ցանկացած երևույթի, բայց պետք է այդ ամեն ինչը ճիշտ հասկանալ։ Իսկ թուրքը այ պարագայում պարզապես ասեմ, ամստեղ խնդիրը ոչ թե միայն են անելու, եթե հայկը սպառողի վարկագծային արժեքների վրա չաշխատենք, բայց իմացի որ Թուրքիան բոլոր նպատակներով ամեն ինչ անելու հայկական տնտեսությունը, հա, Թուրքիան ինքը այդ նպատակ ունենալու է որ հայկական տնտեսությունը վերացնի։ Անի որ Հայաստանը լինի մի վերջնական կախվածության մեջ կամ մի օր իր գոյություն չունենա ու իրանք հասնեն իրանց այն դարավոր երազանքին, որին ամեն անգամ բան անելով խոսում են ու ասում են, որ թե ինչա պետք լինի, որ Հայաստանը երբևէ ոնց պետություն չկայանա։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Պողոսյան։ Թեման կարծում եմ հետաքրքիր ու կարևոր էր։ Դե կարևոր է, դա ամբողջ բանն է, որ մարդիկ սկսեն գիտակցաբար դրա։ Այո, մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ Թևան Պողոսյանն է, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում։ Կհանդիպենք վաղը, լավ եղեք։